Օգոստոսի 18-ին հայտնի գործարար, բարերար, ապօրինի անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանի 60-ամյա տարեդարձն էր, ում ծննդյան օրը կարծես դարձավ համազգային միասնականության օր։ Նրան հասցեագրված շնորհավորանքները հասարակության բոլոր շերտերից էին՝ սովորական քաղաքացիներ, մտավորականներ, հոգևորականներ, արվեստագետներ ու քաղաքական գործիչներ։ Օտարերկրյա գործընկերները, ինչպես նաև Հայաստանում և Սփյուռքում բնակվող մեր հազարավոր հայրենակիցներն արտահայտեցին իրենց հարգանքն ու սերը մեծանուն բարերարին։ Սամվել Կարապետյանին ուղղված շնորհավորանքի խոսքերը չսահմանափակվեցին միայն անձնական բարեմաղթանքներով, այդ տողերում նաև համամարտկային ցանկություններ էին՝ կապված մեր երկրի լինելիության, իրական արժանապատիվ խաղաղության ու հաղթանակի հետ։ Մեծանուն բարերարը շնորհավորանք ստացավ ամենայն հայոց կաթողիկոսից, ով իր խոսքում ընդգծել էր. «Պատկառելի այս հոբելյանը դիմավորում եք գտնվելով հանրավի ազատազրկման մեջ, ի պաշտպանություն մեր սրբոց եկեղեցու դրսևորած ձեր արիասիրտ կեցվածքի և խրոխտ ոգու համար։ Ցավոք հնարավորություն չունենք ձեզ այցելելու և անձնապես մեր բարեմաղթանքները ձեզ փոխանցելու, սակայն մեր հոգևորականաց և հավատավոր ժողովրդի հետ միասին աղոթքներով ձեզ հետ ենք։ Տարակույս չունենք, որ ամուր եք հոգով և աներեր ձեզ բնորոշ հաստատակամության և սկզբունքայնության մեջ», շնորհավորանքի ուղերձում ասել էր ամենայն հայոց կաթողիկոսը։ Նրան նաև անհատապես շնորհավորել էին մի շարք բարձրաստիճան հոգևորականներ, ընդգծելով Սամվել Կարապետյանի նվիրվածությունը հայ առաքելական եկեղեցուն ու մեր հավատքին։ Սամվել Կարապետյանը այն անձերից է, ով առաջնորդում է աստվածաշնչյան հետևյալ խոսքերով. «Երանի այն մարդկանց, ովքեր որ հալածում են Քրիստոսի անվան համար»։ Օգտագործելով այս գեղեցիկ պատեհ առիթը ցանկանում ենք շնորհավորել Տիար Սամվել Կարապետյանին, մաղթել տոկունություն, համբերություն։ Մոսկվայաբնակ հայերն էլ տեսաուղերձով շնորհավորեցին Սամվել Կարապետյանի ծննդյան 60-ամյակը։ Սամվել Կարապետյանին իրենց սերն ու հարգանքը փոխանցեցին նաև բոլոր այն մարդիկ, որոնց ճակատագրերում մեծանուն բարերարը կարևոր նշանակություն է ունեցել։ Իսկ Սամվել Կարապետյանը մշտապես աջակցել է Հայաստանի տարբեր մարզերում բնակվող մեր հայրենակիցներին, ովքեր ունեցել են իր օգնության կարիքը։ Նրան ուղղված շնորհավորանքները ամենատարբեր քաղաքներից էին՝ Գյումրիից, Սոտքից և այլ համայնքներից։ Շնորհավորում եմ Սամվել Կարապետյանի ծննդյան 60-ամյակը, ցանկանում եմ նրան ազատություն, երկար տարիների կյանք, իր նպատակների կատարում լինի։ Շնորհավորում եմ իր տարեդարձը, երջանիկ իր ընտանիքով մեկը հազար թողեն է, քանի որ ինքը մեզի պես մարդկանց կողքին միշտ կանգնած է եղել։ Ձեզ ծնունդը թող շնորհավոր լինի, Աստված ձեզ պահապան լինի, որ դուք կարողանաք ուժ հավաքեք բոլոր Հայաստանը ոտի հանեք։ Կուզեմ շնորհավորեմ պարոն Կարապետյանի ծննդյան օրը, կցանկանամ իրան առողջություն, երկար տարիների կյանք, ու թող իր նման լավ մարդիկ շատ եղնին։ Անչափ շնորհակալ ենք իրենից, քանի որ այս բնակարանը ինքն է նվիրել մեզ, իմ տղայի համար, ցավոք տղաս հիմա չկա, բայց մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում իրեն եւ ցանկանում ենք երկար տարիների կյանք, Աստված իր կողմ լինի եւ իր ընտանիքի հետ միասին։ Բարերարին ուղղված բարեմաղթանքների խոսքերը վկայությունն են այն մասին, որ հայ ժողովուրդը գիտի իսկապես բարձր գնահատել իր արժանավոր որդիներին։ Պարոն Սամվել Կարապետյան, շնորհավորում եմ ձեր ծնունդը, մեր սաղ Սոտքի անունից եմ ասում, շատ շնորհակալություն, որ այսքան բան արել եք մեր համար։ Մեր ժողովրդի բարի մաղթանքը, հարգանքը քեզ, երկար տարիների կյանք, 60-ամյակը թող կրկնապատվի։ Մենք շատ գոհ ենք, որ դու առողջ լինես։ Մենք Իրանից անչափ գոհ ենք, որ նման մարդը իրանք չունի, սոր մտնեն ներկայանը այդ իր սոր ներկապահը, որ ընդեղա իրանք չունի, նա որովհետև շատ բարի խիղճ, բարի շատ լավ մարդ են։ Շնորհավորում եմ Սամվել Կարապետյանի ծննդյան արդիվ, շնորհակալություն ենք հայտնում իրան եւ իրան ազատություն։ Ձեզ առողջություն ենք մաղթում, ձեզ բոլոր հաջողություններն ենք մաղթում։ Շուտապույտ ազատություն։
Պետք է ընդգծել, որ Սամվել Կարապետյանը ծննդյան արդիվ շնորհավորանքներ է ստացել հայաստանյան քաղաքական դաշտում ներկայացված գրեթե բոլոր քաղաքական ուժերից, որոնք իրենց խոսքերում միաբերան նշել են Սամվել Կարապետյանի որպես ազգային բարերարի բացառիկ դերը Հայաստանի կյանքում։ Իսկ առավել հուզիչ էին Սամվել Կարապետյանի ընտանիքի անդամների ու հարազատների շնորհավորանքները, ովքեր վստահաբար կուզեին այդ օրը իրենց հորը, եղբորը, հորեղբորը անձամբ շնորհավորել եւ գրկախառնվել։ Չէ՞ որ ծննդյան տարեդարձը տոն է ու կարևոր է ընտանիքի անդամների ու մտերիմների հետ անցկացնելը։ Սամվել Կարապետյանի քույրը Կարինե Կարապետյանը շնորհավորելով եղբոր 60-ամյակը ընդգծել էր. Այսօրը մենք երկար ենք սպասել, որ մեր սիրով եւ համբուրներով ջերմացնեին քո սիրտը։ Ցավոք չարուժերը զրկեցին մեզ այդ հաճույքից։ Այսօր մենք ստիպված ենք մեր սերը եւ մաղթանքները փոխանցել ճաղերից այն կողմ, անազատության մեջ գտնվող ամենամեծ բարերարին, ինչու եւ ոչ ազգային հերոսին։ Քո կատարած գործերը պատմություն կդառնան սերունդների համար, նշել էր Կարինե Կարապետյանը։ Սամվել Կարապետյանի եղբորորդին Նարեկ Կարապետյանն էլ շնորհավորելով հորեղբորը ընդգծել էր. ծնունդդ շնորհավոր, մարդ, ով փոխեց իր գյուղի կյանքը, իր քաղաքի կյանքը եւ կփոխի իր հայրենիքի կյանքը։ Եվ իսկապես, այս օրհասական ծանր օրերին, երբ Հայաստանի իշխանությունները Արցախը հանձնելուց հետո հիմա էլ կարծես մաս-մաս հանձնում են Հայաստանը, հայ ժողովուրդը ապավենի կարիք ունի, ում հետ կկարողանա պայմանավորել իր երկրի ապագան։ Իսկ Սամվել Կարապետյանը հենց այդ մարդն է, ում վստահում է ժողովուրդը, քանզի հաստատ գիտի, եթե խոստացել է այս արհավիրքներից հետո շենացնել հայրենի երկիրը, ուրեմն հաստատ կանի։